Ուժեղ Հայաստան կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է իրականացրել Տաշիրում, հանրահավաքի ընթացքում կուսակցականները հայտարարել են, եթե չեք ուզում 300,000 ադրբեջանցի գա Հայաստան, եթե չեք ուզում ադրբեջանցի հարևաններ ունենալ, պետք է փոփոխություն։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, այս պայքարը հայրենիքի ու Հայաստանի համար է։ Նրա խոսքով հայ ժողովուրդը աղքատության մեջ է ապրում, տղաները լքում են երկիրը, իսկ որպեսզի սա կասեցվի, պետք են փոփոխություններ։ Կարապետյանը դիմել է նաև արցախցիներին, նշելով, որ իրենք գիտեն արցախցիների ցավը։ Քանի որ այս ժողովուրդը կա, հայերի մեջ տարբերություն դնողը երկար ճանապարհ չի ունենա, հայտարարել է Կարապետյանը Տաշիրի բնակիչներին ուղղված խոսքում։ Նա խոսել է հենց Տաշիրի բարբառով։ Ժողովուրդ է դասի բառն շատ է կօգտագործին, բայց մեր ժողովուրդ ռեալ ցույց տվեց այդ ինչը։ Հարճի օրվն է, սա գիտապետական սուտի մեջ, ձեր հետ, դուք մեր հետ, մենք սա Հայաստանին կրծանք փոխենք, որ Հայաստան հասկնա, որ կարելի է իդա մարդկանց ճամպել։ Գիտա պայքարն մեր հայրենիքի համար է, մեր Հայաստանի համար է։ Մեր Հայաստանի ժողովուրդն քասիբության մեջը կաբրի։ Մեր Հայաստանի տղեկն, ջահել տղեկն, երկիր թողին կերտան։ Մենք պետք է բամը փոխենք իդա երկրում։ Իդա քասիբությունն մզի չսազը։ Մենք պետք է նորմալ երկիր սարքենք իրար հետ։ Մեր ժողովուրդն Հայաստանի։ Չտեսերը, ղեկավար, ուրանց կարծիքով պետք է սա ղեկավարներ ուրանք վախենան որ թալան կենին։ Մենք պետք է ցույց տանք, որ կա ղեկավար, որ թալան չենը, որ ինքնը բերը, ինքնը գիտա։